սպորտի մասին դուք ասացիք, ես շուզեցած ես ընդհատել, բայց չեմ կարող չհիշել մեր երկու սպորտի ոլորտի ամենակարևոր մարդկանցից երկուսին, Լևոն Արոնյանի եւ Հերիկ Մխիթարյանի, որոնց նեղացրեցի։ Հիմա Լևոն Արոնյանը, որը իմ ընկերն է, որի հետ ես 88-89 թվականներից սկսած այն ժամանակ մի քիչ էլ ես էի շախմատիստ էլի, հետո անցա մի քիչ ավելի անհետաքրքիր գործերի։ Այն ժամանակ մենք խաղացել ենք այն մութ-ցուրտ տարիներին, ես ջերմությամբ եմ ասում մութ-ցուրտը, էլի դա շատ տենց հաղթական տարիներ էին։ Եվ Լևոնը շատ էր ուզում մնալ Հայաստանում խաղալ, բայց բոլոր պայմանները ստեղծեցին, որ այդ մարդը հեռանա։ Հիմա ինքը շատ հաջող խաղում է, բայց խաղում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի ներքո։ Հերիկը Մխիթարյան, Հերիկը մեր ֆուտբոլի հավաքականի ոգին էր։ Նեղացրեցին այդ տղային, արդեն քանի տարի է չի խաղում։ Իսկ մեր կառավարությունը չի գցում դա նախկինների վրա։ Չեն ասում նախկիններն են նեղացրել, մենք բան չենք արել։ Ինձ թվում է իրանք ոչ թե նախկիններին են մեղադրում, այլ հենց իրանց համարում են նախկինների հետ կապված մարդիկ, երևի տենց պետքա որ անեն, էլի չեմ լսել իրանց։ Լևոնի հետ կապված անունը կոնկրետ կար տես։ Բայց ամոթալի է, այս վերջերս չէր որ Լևոնը շատ կարևոր մրցույթ հաղթեց, վերջում էլ Մաղդուս Կարսենին հաղթեց փայլուն արդյունքներով։ Այսինքն ինչ էին ասել օրինակ նույն Լևոնին, որ դե մենք կարծում ենք, որ քո լավ տարիները արդեն հետևում են, էլի։ Ախ դուք ոնց կարաք տենց բան կարծեք։ Տեսակ ինչ արեց։ Բայց դուք իրանք ոնց պետք է էլի ինչով պետք է կարծեք։ Ովքեր մենոնք են ասել։ Իսկ սրանք։ Ձեր կողմից հիշատակված կառավարության որոշ անդամներ։ Իմ սիրելիները։ Այո, մեր բոլորի սիրելիները։ Նախ այն ասեմ, որ մենք մի հատ հարցրեցինք, էլի, դժվար է հիմա անունով դիմելը, բայց դուք թույլտվությունը տվեցիք, դրա համար կներեք Լևոնով դիմել։ Հա։ Դուք երկրորդ անգամ եք, ինչպես դուք ասացիք։ Հա, երկրորդ անգամ։ Եվ առաջի անգամ Նարեկին եւ Ազգենին եք հյուրընկալվել։ Կուզենայի երկու բառով նախ այդ հաղորդման մասին ասեք, երկրորդը նաև տղաների հետ կապված, երբ իմացաք տղաների ես երկրորդ ձերբակալման մասին, ինչ որ եթե խոսք ունեք ասելու, կուզենայի։ Իմացա այն ժամանակ, երբ որ իմացան բոլորը, ճիշտ ասած։ Իհարկե շատ անսպասելի էր ինձ համար, բայց հետո որ հիշեցի իմ կառավարությունով, հասկացա դա անսպասելի չի, դա յուրաքանչյուրիս է սպասվում։ Իհարկե ցավ եմ ապրում, ես նոր քիչ առաջ նայում եմ մեր այսօրվա կյանքում, մեր պետությունն ու պետականությունը այսքան քաղբանտարկյալ չի ունեցել ու օր-օրի քանի գնում ավելանում է։ Ոնց որ ասում են, այսօր ամեն մեկս, ամեն մի հայ պոտենցիալ քաղբանտարկյալ կարա լինի։ Հանգարց ներողություն եմ խնդրում 18+, սա հանգարց հետույք բառը ասես, всё արդեն պոտենցիալ քաղբանտարկյալ ես։ Նարեկը օրինակ դրա համար է նստած։ Ասում եմ, էլի։ Կամ մեր ձևով արտահայտություն անեք, всё։ Էտա абսուրդ էլի։ Իսկ դա օրենքում կա, որ այդ բառի համար կարելի է նստածնել կամ քաղբանտարկյան դաս կա օրենքով։ Օրենքն ով է։ Իրանք կա, իրանք։ Օրենքն ինչ է։ Այն որտեղ էր այդ ձեր ոլորտում էր, չէ՞, այն ասուձիկտո, չէ՞, այդպես մի հատ արտահայտություն կա, հիմա էտա, իրանք են որոշում, թե օրենքը ոնց պետք է հասկանալ, դա ուղղակի абսուրդ է, էլի։ Իհարկե ես գիտեմ տղերքի ուժեղ լինելը, իրանք ասեցին, որ այս փորձ ունեն, որ մի անգամ էլ էին, չէ՞, իրանք նախորդ երկու ամսով, հա, արդեն ինչքան ժամանակ է տղեկը, ամիս 14 մի տարի 14 օր, ոնց որ չէ՞, հենա տեսնում եմ էկրանին գրված է, ես մի անգամ ես ֆիքսել եմ։ Կներեք, ներողություն, ինչ տարի, մի ամիս 14 օր։ Մի ամիս 14, ես տարի ասեցի։ Չէ, ես ասեցի։ Թու, հա։ Ես կարծում եմ տղեր ջան, ես ձեզ մաղթում եմ ուժուկորով ու համոզված եմ ասում, որ հիմա ես ուզում եմ ձեզ սփոփեմ, իմ մոտ այնպիսի զգացողություն է, որ շատ քիչ է մնաց այս ամեն ինչին, այսօր ձնն էլ եկավ, ահագին բան կմաքրի, պրոստը վաղը իրանք ոնց են գնալու հասնեն բան, Գառնի,